Բարև ձեզ հարգելի հեռուստադիտողներ, եթերում Արարատյան Խոհանոցն է։ Շատ ուրախ եմ եւ շնորհակալ, որ հետևում եք մեր հաղորդումները։ Եվ այսպես հարգելի հեռուստադիտողներ, այսօրվա հաղորդումը մի յուրահատուկ հաղորդում է եւ այդ յուրահատկությունը կայանում է նրանում, որ մենք սկսում ենք մի նոր շարք 10 հաղորդումից բաղկացած։ Եվ այդ առիթը մեզ ընձեռնել է Երկիր մեդիա ընկերությունը, չէ՞ որ արդեն լրանում է Երկիր մեդիա ընկերության 10-ամյակը եւ մենք հյուրընկալելու ենք մեզ մոտ Երկիր մեդիա հեռուստաընկերության աշխատակիցներին, կանանց եւ 10 կանանց միասին պատրաստելու ենք ուտեստներ, բայց այստեղ եւս մեկ հանգամանք պիտի նշեմ, բարեկամներ, սկսում ենք 10 այդպես հաղորդումները, բայց նաեւ մենք արդեն նշում ենք եւս մեկ այլ հոբելյան։ Այսօր մեր հաղորդաշարի 900-րդ հոբելյանական հաղորդումն է եւ ես հրավիրել եմ մեր տաղավար բարեկամներ Արարատյան Խոհանոց հաղորդաշարի ռեժիսոր, մեր լավ բարեկամ, այն անձնավորությունը, որ դուք չեք տեսնում, բայց նրա աշխատանքն եք միշտ վայելում, ռեժիսոր Բիայնա Ստեփանյանին։ Ողջույն Բիայնա։ Բարև։ Ինչպե՞ս եք։ Շատ լավ։ Այստեղից է լավ, թե այնտեղից։ Երկուսն եմ, սովոր եմ տաղավարին։ Շատ ուրախ եմ, Բիայնա, իրոք որ մենք այսօր առիթ ունենք մեկս մյուսի շնորհավորելու։ Շնորհավորենք, որ 900 անգամ մենք արդեն եթերում ենք եղել եւ 900 ուտեստներ հրամցրել ենք մեր հեռուստադիտողներին։ Հուսով եմ 1000-ը շատ մեծ ենք տոնելու։ 1000-ը ավելի լավ ենք տոնելու, բնականաբար։ Դա շուտով, սա մեզ համար արդեն խնդիր չէ։ Ինչ ենք պատրաստելու այսօր։ Պատրաստելու ենք տոլմա երկու առիթով։ Առաջինը, որ հուլիսի 16-ին տոլմայի փառատոնն է սպասվում։ Երկրորդն էլ, որ իմ անվամբ տոլմա կա Երևանի մի քանի ռեստորաններում։ Ճիշտ է, պարոն Մամուլյանն է սարքել այդ բաղադրատոմսը հորինել։ Չէ, ես չեմ օրինել, ես չեմ օրինել։ Ես մասնակցություն չունեմ։ Ես չեմ օրինել, փոխարել եմ այո կարապիսի հաղորդում, որտեղ որ պատրաստեցին հայուհի Իրինա Դալյանն պատրաստեց, ռուս հյուրներ եւ այդպես շարունակվեց այսը։ Ինչից ենք սկսում, պարոն Մամուլյան։ Պատրաստում ենք միջուկը, բլղուրը պետք է թրջենք։ Բլղուրի հետ պիտի թրջում ենք այնքան, որ ուղղակի ծածկի բլղուրը։ Քանի որ տոլման շատ եմ փորձել, որ գիտեմ, որ բլղորի մեջ նաև ոչխարի կտրտված միսն է, մանր կտրտված։ Այո, ապրես դու։ Ոչխարի կտրտված միս, իմիջիալոց այստեղ պիտի լինի նաև մի քիչ դմակ։ Դմակ, շատ օգտակար է։ Ինչով կարող եմ ես օգնել, պարոն Մամուլյան։ Սոխ չտակ։ Սոխ կա։ Բայց ես չեմ կտրատելու։ Բայց դու քանի որ դու ուզում ես սոխ ճաշակելու ես։ Իհարկե։ Հա։ Ես ամեն ինչ ուտում եմ։ Այստեղ ես փնտրում եմ, այո, նանա, սամիտ, հարմնանա եւ սամիտ։ Ճիշտն ասած իմ խոհանոցում միշտ բլղուր կա, շատ կերակրատեսակներ մեջ են բլղուրը։ Արդեն, ես պիտի քեզ մի հարց տամ, հնդհատս ուզում եմ մի հարցի շուրջ էլ խոսել, այ մենք արդեն 900 հաղորդում ենք հեռարձակել, շատ կա խոսակցություն, որ շատ դեպքերում մենք հորինում ենք, շատ դեպքերում մենք ստեղծում ենք, հորինում ենք, եւ կա այսպես վիճակ, որ շատ ենք հորինում։ Մենք ունենք դրա իրավունքը, թե չէ։ Իհարկե ունենք։ Ես ինքս հորինում եմ կերակրատեսակներ ու հարմարում եմ, որ դա հայկական է։ Եթե հորինում է հայը եւ այս բոլոր մսամթերքից բռնած բանջարեղենով բանով մեր հայկական արևի ջերմությամբ Իսկ ինչ է, որտեղ պիտի դրված լինի, որ մենք գնանք, վերցնենք ու ասենք սա մեր 5000-ամյա տատիկն է պատրաստել կամ բան։ Այո, այդպես ուտեստներ կան, մենք հավաքագրում ենք։ Բայց դրա վրա ինչ որ կառուցում ենք նորը եւ դրա իրավունքը կարծում եմ մենք ունենք։ Ես կարծում եմ նույնիսկ այդ նորը հնում եղել է, մոռացվել է։ Բայց չի, դու բիանամ ես։ Մենք էլ իրանց կքննադատենք։ Չէ, մենք չենք քննադատում։ Ուրեմն խոսքով ընկանք, բայց մոռացանք։ Առաջի շերտը ափսեի մեջ լոլիկ պիտի կտրենք։ Շարենք գեղեցիկ։ Շատ համեղ տոլմա է։ Նայենք իմ ջերմությամբ ինչ համ կստանա։
Ջերմությունս ինչքան կարող եմ տալիս եմ։ Ես կարծում եմ 36-ից ավել չես կարողանալ։ Ոյ, ավել էլ կտամ, չէ, հա։ Շատ լավ, չի Ընդհանրապես, երևի դուք նկատել եք, երկիր մեծան դա ընտանիք է։ Այո։ Ու կարևոր չէ, առաջի օրվանից ես աշխատել, թե հետո ես ներս մտել։ Եթե ընտանիքը ձեզ ընդունեց, այդ ջերմությունը այնքան շատ է, որ ինչ 36-6 վառել կարող ենք։ Այո, երկիր մեդիայից միշտ հաճելի ծուխ է դուրս գալիս, խնկաբույն։ Դրեցինք լոլիկ, ծիրանաչիր, սև սալորաչիր, մի քիչ կդնենք կարակ, տակը։ Աղից բացի ինչ լեցվեցիք։ Աղ եւ պղպեղ։ Հա։ Այո։ Հիմա տեսեք ինչ պիտի անենք։ Սովորում եմ։ Դիր այստեղ մի քիչ այնքան, որ կարողանանք դեռ մսով փաթաթել։ Ուրեմն սկզբից մսով ենք փաթաթում։ Այս Հետո կաղամբով։ գեղեցիկ տոլման։ Այո, հետո այս ամբողջը կաղամբով, բայց պիտի այս ոսկորի մասը դուրս մնա։ Շատ ժամանակ նույնիսկ զանգահարում են հեռուստատեսություն եւ մեղադրում են մեզ, որ ձեռնոցով չենք աշխատում։ Ես միշտ պատասխանում եմ, որ եթե դուք ուտեք ընկերակրատեսակները, որ մամուլյանը ձեռքը կպել է ու իր ջերմությունը փոխանցվել է այդ կերակուրին, երբեք ինձ չէիք զանգահարի։ Հիմա բոլորին եմ ասում, որ մտածել է ու չի զանգահարել։ Ասեմ, որ էլ չզանգահարեք, որովհետեւ այս ջերմությունը, այդ ու համն ու հոտը ուրիշ ոչ մի ձեռքեր չէին կարող փոխանցել։ Հիմա բողոքելու ես, թե հնարավորություն չտվեցիր խոսեմ։ Շատ դեպքերում բարեկամներ, երբ որ հյուրեր եմ ունենում, երբ որ ես խոսում եմ, այնտեղից թող հյուրը խոսի, թող Հիմա ես գիտեմ, հաղորդման վերջում էլի նորից փնովելու է։ Չէ։ Ահա, այս սա պիտի լինի, տակը զգույշ, այսպես քիչ քանակությամբ ջուր, սերն ու հոգու ջերմությունը դու պիտի դնես։ Դնում եմ, այ հիմա ես կենտրոնացած, դա էի փոխանցում։ Այս ամբողջը պիտի ջեռոցում, լավ կլինի, որ թոների մեջ, պիտի մնա 18-ից 22 րոպե, կհանդիպենք 22 րոպե հետո։ Հարգելի հեռուստադիտողներ, անցավ մեր 22 րոպեն, խնդրեմ, բույրը արդեն տարածվել է տաղավարով, ես ուզում եմ փորձեմ արդեն, նենց որ շուտ փակենք հաղորդումը։ Այո, բարեկամներ, իրոք բիայնատոլման արդեն պատրաստ է եւ ուղղակի ասեմ, որ ծածկված էր ջեռոցում, որ չի վառվել եւ իր ամբողջ տեսքով ներկայացել է, քանի որ նաեւ պատրաստողն է լավ տեսքով եւ մեր ամենաառաջի քննադատն է, հանկարծ երբ որ վառած որևէ բան ցույց ենք տալիս, արդեն ամեն ինչ գլխի վայր է շուր գալիս։ Բյանա, դու մեր հեռուստադիտողների ունես մի ցանկություն։ Ես մի չէ, ես շատ ցանկություններ ունեմ, եթե ես Առաջարկում եմ ցանկություններս այս ինձ ասեմ, բաժակով հենց այդ ցանկությունները։ Եթերը չի հերիքի։ Դե ավելի լավ է ոչ թե ցանկություններս ասեմ, այլ շնորհավոր եմ, թե Երկիր մեդիայի 10-ամյակի կապակցությամբ մեր աշխատակիցներին, թե Առաջին Հանրապետության օրվա առթիվ ես շնորհավորում եմ, ցանկանում եմ, որ պահեք մեր ազգային արժեքները, լինի դա խոհանոցում, լինի դա տանը, լինի դա երեխաների դաստիարակության մեջ, ամեն ինչում հիշենք, որ մենք հայ ենք։ Եվ հպարտանանք, որ հայ ենք։ Միանշանակ։ Միանում եմ եւ մեծ ուրախությամբ խմում եմ կենացը եւ այն մարդկանց, ովքեր կերտեցին մեր անկախությունը։ Մեզ էլ շնորհավոր 900-րդ հաղորդման։ Այո։ Առիթով։ Շնորհավոր եմ։ Շնորհավոր։ Հարգելի հեռուստադիտողներ, այսօրվա համար այսքանը։ Մենք աշխատեցինք, որ լինի այսօրը
տոնական։ Մենք աշխատեցինք, որ այսօրը լինի յուրահատուկ։ Որքան որ ստացվեց, դուք պիտի գնահատեք, բայց հիշեք, որ ամեն հանդիպելուց առաջ մենք աշխատում ենք, որ այդ հանդիպումը լինի օգտակար եւ այդ նպատակը, դրան գնալու մեր մղումը կայանում է նրանում, որ մենք ուզում ենք, որ բոլորս լինենք առողջ եւ երջանիկ, որ բոլորս հպարտանանք հայ լինելու համար եւ նաեւ մեր լումաններ դնենք, որ մեր երկիրը դառնա միշտ անկախ եւ միացյալ։ Ցտեսություն բարեկամներ։ Տոլմա բիայնա, ոչխարի միս 500 գրամ, բլղուր 100 գրամ, սոխ 80 գրամ, լոլիկ 100 գրամ, չրեր 70 գրամ, կարակ 50 գրամ, կաղամբ, նանա, աղ, պղպեղ, բարեախորժակ։